Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ ԱԱԾ տնօրենը կաթողիկոսին դիմել է աշխարհիկ անունով, ինչպես վարչապետը Անդրանիկ Սիմոնյանն այսօր խորհրդարան էր գնացել փակ քննարկման։ Որքանով են պնդումները վարչապետի հիմնավոր, որ կաթողիկոսը եւ մյուս հոգեվորականները գործակալական ցանցերի հետ կապում են երրորդ երկրների։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը ԱԱԾ-ն քաղաքական գործիչ չէ։ Դուք ինչպես եք Կտրիչ Ներսիսյան ծննդակերպին օգտագործում։ Այդպես Իսկ քննչական կոմիտեն ստացել է ամենայն հայոց կաթողիկոսի խափանման միջոցը վերացնելու եւ երկրից դուրս գալը թույլատրելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Այն քննության կառնվի օրենքով սահմանված ժամկետում, հայտնել է կոմիտեն։ Ավելի վաղ վրաց եկեղեցու միտրոպոլիտ Նիկոլոս Պաչուաշվիլին ասել էր, որ հատուկ հրավեր են ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին մասնակցելու համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն Գարեգին II-ին թույլ չեն տալիս լքել Հայաստանը։ Իլիա II-ի հուղարկավորությունը մարտի 22-ին է։ Սուրեն Պապիկյանը հերքում է Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք չի կառուցել։ Պաշտպանության նախարարը հորդորել է անհեթեթ մանիպուլյացիաներին տուրք չտալ։ 2021-ից ի վեր Ադրբեջանը Հայաստանի Բայց ես Նարեկի հարցին էի պատասխանում։ Ոչ չի կառուցել։ Այսինքն Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոչ մի դիրք չի։ Ոչ, հերքում եմ, եւս մի անգամ հերքում եմ։ Այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանը Ես այլ բան չեմ ասում։ Ես այլ բան չեմ ասում։ Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցվել։ Ըստ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի խեղաթյուրում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասում են, որ վարչապետն աշնանը պատերազմ է կանխատեսում։ Պաշտոնյան վստահեցնում է, որ Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, հետևում են մերձավոր արևելքում տիրող իրավիճակին։ Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում։ Աշնանը ինչ պատերազմ է կանխատեսում վարչապետը։ Կա այդպիսի վտանգ։ Չի խեղաթյուրել։ Նիկոլ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, որ հանրությանը սպառնում է պատերազմով, խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր падգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ինձ հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը օրով ու ամսաթվով գիտի Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ոնց է խոսում խաղաղության դարաշրջանից։ Այդ երկուսը իրար չեն հակասում, եւ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն փոխվելը պայմանավորում է պատերազմ լինելը, ոնց կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը մի անգամ, այսինքն չկա, ոչ թե կեղծ է, այլ չկա է։ Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով, դա այլևս չի անում, դա անում է Փաշինյանը։ Ներքին գործերի նախարարը չի բացառում, որ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների, իսկ փոքրիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։ Երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ են եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով։ Այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի, այո, իրավիճակներին եւս նաև իրավական գնահատական որպես այդպեսին կարողանանք տանք, այո։ Ազգային ժողովում լեզվակռիվ է եղել, թունդ վեճը սկսվել է Գեղամ Մանուկյանի հարցից, թե ինչու էր 300 ոստիկան ուղեկցում 10 եպիսկոպոսի այն դեպքում, երբ չկար քրեական գործ։ Լեզվակռվի մեջ են մտել Վահագն Ալեքսանյանն եւ Գեղամ Մանուկյանը։ Վեճն ընթացել է ներքին գործերի նախարարի ներկայությամբ։ ՔՊԱ-ական падգամավորը հանդիմանել է նաեւ նիստը լուսաբանող լրագրողներին։ Պարոն Ֆարաջան, մյուս անգամ ուրեմն հանձնաժողովի
նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ падգամավորի հետ։ Այ քեզ բան։ Եվ մի հատ դուրս եկեք դուք։ Էցես ով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ падգամավորին արձագանքեք։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Ես թվում է դուք կարաք մեր Կարանք ձեզ դիքը բան ասել։ Թե ձեզ մենակ Աղբան Վարդյանը կարա հրապարակել։ Դե լավ հանգստացեք մի հատ։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Հերիկը քեզ եղավ է մյուսակը ծրիտ չմարծաշեց։ Հերիկը լրագրողների տիրակալներ։ Լրագրողներ։ Լրագրողների օմբուդսմենն է։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների։ Ով ծառայում են նաև կներեք արտահայտության համար պաստուպի տակ։ Գողական է, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն է, ու ձեր շեֆերի շեֆերն է, պարոն Մանուկյան։ Են որ ազգային ժողովի ամբյոնից պարեկների աշխատավարձես 5 տարի է սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա։ Պարեկների 500,000 են ստանում, պարեկների 500,000 են ստանում։ Ինքը դաշտաբեն չուցրել, ես վեջը դրնից են փոխին, անդոտ կարոն կանեք, լրագրողները տեսեք իչան շատ են բոլորը, սենսացիային մանգալեք։ Մահվան ելքով Վրաերթ Երևանում բեռնատարը Վաղարշյան փողոցում Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, բժիշկները արձանագրել են նրա մահը։ Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը, ըստ նախնական տեղեկությունների Վրաերթը տեղի ունեցել հետիոտնի անցման վայրում, հետիոտնային անցման վայրում դեպքի մասին արդեն տեղեկությունը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերը 3 շաբաթից պակաս ժամանակահատվածում իրանական թիրախներին ավելի քան 16,000 հարված են հասցրել։ Իսրայելը մոտ 8,500 հարված է հասցրել օգտագործելով 12,000 զինամթերք, մինչդեռ ԱՄՆ ուժերը հարվածել են առնվազն 7,800 թիրախների եւ վնասել կամ ոչնչացրել ավելի քան 120 իրանական նավ, գրում է The Wall Street Journal-ը, իսկ The Economist-ի նոր շապիկը այս տեսքն ունի։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անչափահաս դստեր հետ այցելել է ուսումնական բազա, որտեղ շրջել են տանկով, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Կիմ Ջու Ընը մոտ 13 տարեկան է, վերջին ամիսներին նա ավելի հաճախ է հայտնվում հանրության առջև հոր ուղեկցությամբ։ Թուրքիայում խոշոր վթար է տեղի ունեցել մարդատար ավտոբուսի մասնակցությամբ կան զոհեր եւ վիրավորներ։ Ավտոբուսը շրջվել է Արսլանլա կոչվող ճանապարհահատվածում։ Նախնական տվյալով վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 23 ուղևոր տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, մի քանի շաբաթ առաջ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գնացել հասել է Սաղմոսավանք Տեր-Օշին քահանային խրատելու, թե խելքդ գլուխը թավաքիր։ Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել է, որ քահանան ամուսնացողներին ասել է. «Խավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ ՔՊԱ-ական չլինի»։ Որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել, պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ։ Եվ Հայաստանում բոլորը ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, հայտարարել էր ԱԺ փոխնախագահն ու Արշավել Սաղմոսավանք։ Նա քահանայի նաեւ քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել, ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում։ Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը։ Մեզ ասացին, որ Տեր-Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբինյանի պսակադրությունը եւ անգամ ՔՊ թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող էր Ռուբինյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգևոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Տեր-Օշինը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ռուբինյանը պսակը ժամանակին ինքն է իրականացրել։ Հարցրինք, Ռուբինյանն այն ժամանակ քրեական օրենսգիրքն է իրեն հիշեցրել, ինչ որ պրոցես տեղի ունեցել է այս շաբաթներին։ Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, ես խաղաղ հանգիստ ապրում եմ, ասաց Տեր-Օշինը։
Նույն աղբյուրը գրում է Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգևավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊԻ-ն են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊԻ ուրախ ավտոբուսը եւ հատկապես Փաշինյանի անբռնազբող սկերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով կարկանդակ, սուջուղ, լավաշ ուտում։ Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Իդեպ ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի նույն պերաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենթանական ծագման սնունդը։ Հրապարակը գրում է Արցախ բառը երկրի երեսից ջնջել, ոչնչացնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց 2.5 տարի անց նախորդին որոշեց վերջապես հանդիպել արցախցիների հետ, ավելի ճիշտ մի խմբի, եւ արդեն 2 օր է ակտիվ հանրությունը վրթոված քննարկում է Փաշինյանի մասնակցությամբ կայացած այդ հանդիպումը, որը կազմակերպել էր ներառական զարգացման ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովի անվան տակ։ Ամենից շատ քննարկվողը իհարկե արցախցի մի տղամարդու շնորհակալական ելույթներ ուղղված Փաշինյանին ու նրա իշխանությանը, իսկ համաժողովին մասնակցող վարչապետն ու նախարարները քննարկում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում Երևանամերձ համայնքներում մեկ անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից 4 միլիոն դարձնելու հարցը։ Տղամարդն էլ հոտնկայ շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին, նման աննախադեպ հոգատարության համար։ Նրա խոսքով, եթե պետական աջակցությունը չլիներ, ապա տեղահանվածներից շատերը կարող էին լքել Հայաստանը։ Թեև մենք գիտենք, որ մեծ թվով արցախցիները արդեն իսկ լքել են Հայաստանը մեկնելով տարբեր երկրներ։ Միևնույն ժամանակ քաղաքացին խոսում էր առկա խնդիրների մասին, ընդգծելով, որ օրինակ Աշտարակ համայնքում բնակարանների գները բարձր են, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրերից։ Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է հաստատվել Աշտարակում եւ իրենց ապագան կապել համայնքի հետ, սակայն 3 միլիոն դրամ սերտիֆիկատը բավարար չէ։ Խնդրում ենք վերանայել ծրագիրը եւ այն դարձնել 4 միլիոն դրամ, մեջ միացնում սերտիֆիկատները 4 միլիոն դարձնելուց հետո բավականին շատ ընտանիքներ արդեն բնակարան են ձեռք բերել, նշել է նա։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Փաշինյանին իր երախտագիտությունը հայտնող արցախցի տղամարդը Արագածոտնի մարզպետի օգնականն է։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև ընտրությունները արցախցիների շրջանում զոնդաժի ծրագրեր է իրականացվելու, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ վտարանդի դարձած մեր հայրենակիցների թեկուզ մի մասն իրենց ընտրի։ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Տակաիչին ցույց է տվել սպիտակ տան պատին մի շրջանակ, որտեղ Բայդենի դիմանկարը փոխարինված է ավտոմատ փականի ցուցափեղկով։ Հարավային Կորեայում ավտոպահեստամասերի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, կա 50 զոհ։ Եվ եղանակ մարտի 21-ից 23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք երեքշաբթի նույն ժամին։